Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շեշտել է, որ եկեղեցին միշտ էլ պատրաստ է ամբողջանվեր կերպով պաշտպանել իր իրավունքները եւ թույլ չտալ որևէ կառույցի կամ իշխանության եկեղեցի ենթարկեցնել իր կամքին։ Եկեղեցին միշտ էլ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել ամբողջանվեր կերպով եւ որևէ կերպ որևէ կառույցի եւ իշխանության թույլ չտալ, որ միջամուխ լինի եկեղեցու ներքին կյանքին։ Անդրադառնալով հնարավոր ձերբակալության մասին խոսակցություններին վեհապար հայրապետը հայտարարել է, որ անգամ այդ քայլը չի փոխի իրենց դիրքորոշումը։ Նա նշել է, որ ձերբակալության դեպքում պետք է ենթարկվեն գործող օրենքին, սակայն անարդարության դեմ կպայքարեն բոլոր միջոցներով։ Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականների պարականը, մենք նույնպես պատրաստ ենք հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժը եւ որոշումը։ Բայց որևէ կերպով մեր դիրքորոշումը չի փոխվելու։ Մենք շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր սրբազան ուխտին, հավատարիմ մեր ծառայությանը, մեր ազգին եւ հայրենիքին, հավատարիմ մեր եկեղեցու ինքնավարության պաշտպանությանը։ Կաթողիկոսը շեշտել է, որ հայոց հայրապետին հրաժարական պարտադրելն այդքան դյուրին չէ։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները եւ վեհապարի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, անձի կամ կառույցի տնօրինմանը։ Հանդիպման ընթացքում ամենայն հայոց հայրապետը խոսել է նաեւ զավակ ունենալու վերաբերյալ մեղադրանքների մասին, նշելով, որ նման հարցերը պետք է քննվեն բացառապես եկեղեցական ատյանում։ Հունիսի 2-ին 0 ժամ 10-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին, հայտնել են պաշտպանության նախարարությունից։ Դեպքի հանգամանքներ ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն, հայտնել են գերատեսչությունից։ Զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հայտնել են քննչական կոմիտեից։ 24 News-ի մեր գործընկերներին հայտնի են դարձել մանրամասներ։ Զինծառայողին հայտնաբերել են կախված վիճակում։ Նա 2023 թվականի արցախցիների բռնի տեղահանումից հետո ընտանիքի հետ բնակվում էր Արմավիրի մարզում։ Արցախցի զինծառայողը ընտանիքի միակ որդին էր, 2 մեծ քույր ունի։ Քննչական կոմիտեն ձերբակալել է Ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանին։ Նրան մեղադրում են ենթադրաբար բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ներկայացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր կոնկրետ հետևանքները Հայաստանի համար։ Բնակչության համար գազի գինը կթանկանա գրեթե 4 անգամ։ Ռուսաստան մուտք գործելու միգրացիոն արտոնությունները կչեղարկվեն, իսկ աշխատանքի տեղավորվելը հնարավոր կլինի միայն արտոնագրերով։ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները, որոնք այսօր կազմում են տարեկան մոտ 4 միլիարդ դոլար, կտրուկ կնվազեն։ Կդադարեցվեն Հայաստանից Ռուսաստան ծաղիկների, հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, ձկան, ալկոհոլի եւ հանքային ջրերի արտահանումները։ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենայն հավանականությամբ անձնական պարտավորություն է ստանձնել երկիրը միացնել Եվրամիությանը եւ այժմ կատարում է այն։ Ըստ նրա, Փաշինյանին չեն մտահոգում հայ ժողովրդի ճակատագիրն ու Հայաստանի պետականությունը եւ նա քաղաքացիներից թաքցնում է, թե իրականում ինչ կարժենա ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Վոլոդինը զուգահեռներ է անցկացրել Ուկրաինայի հետ, նշելով, որ այստեղ եւս Եվրամիության հետ ինտեգրվելու որոշում կայացնելիս խոսում էին զարգացման մեծ հեռանկարների մասին։ Սակայն գործնականում ուկրաինական գյուղմթերքն այդպես էլ չթողեցին եվրոպական շուկաներ։ Նրա պնդմամբ նույն ճակատագիրն է սպասվում նաև Հայաստանին։ Իսկապես իսկ այդ օրակարգը առաջ Դա մեր պահանջն է, դա ճանապարհի հանձնում չէ, այլ սահմանի վերհանում։ Հունիսի 1-ին հանրային հեռուստատեսությամբ նախընտրական մեծ բանավեճի ժամանակ հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորի տեխնացու ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Իսկ դուք կա մի բան, որ Ալիևը պահանջել է ու դուք չեք արել։ Բոլոր պահանջները իրականացրել եք։ Հենց հիմա համարացության փոփոխությունը իր պահանջով չեք իրականացրել։ Ասեմ, Գորիս կապան ճանապարհը, կապան ճակատեն ճանապարհը։ Դա մեր պահանջն է, դա մեր այո, մեր պահանջն է, ճանապարհ անցնելը մեր պահանջն է։ Լսեք, ճանապարհ անցնել չի, դա սահման վերհանել է։
Այսպիսով նա պատասխանել է Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի տեխնացու Աննա Գրիգորյանի հռետորական հարցին, թե ով է Ադրբեջանին հանձնել Գորիս Կապան ճակատեն ճանապարհները։ Պետք չէ մարդկանց ստել, հավելել է Սիմոնյանը։ Նշենք, որ նշված ճանապարհներն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 44-օրյա պատերազմից հետո։ Սիմոնյանը նաև վստահեցրել է, որ օրակարգում երբևէ չի եղել 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մասին խոսակցություն։ Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամայի զինված ուժերին լքել Ռուսաստանի շրջանները, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ եթե Կիևը հրաժարվի իրական բանակցություններից եւ խաղաղ կարգավորման լուրջ լուծումներից, ռազմական գործողությունները կշարունակվեն։ Պեսկովը նաև մեղադրել է ուկրաինական կողմին Ստարոբելսկի քոլեջը միտումնավոր ոչնչացնելու համար, շեշտելով, որ այն երբեք ռազմական օբյեկտ չի եղել։ Ըստ նրա, երեխաների դեմ անմարդկային ահաբեկչություններ իրականացնելը փոխում է հակամարտության ամբողջ տրամաբանությունը։ Մամուլի քարտուղարը նշել է նաև, որ թեև կարգավորման գործընթացը այժմ դադարեցված է, դա չի նշանակում, թե ԱՄՆ-ի հետ շփումներ չկան։ Ավելի վաղ Ռուսաստանը խոշոր օդային հարձակումներ էր իրականացրել Ուկրաինայի մի շարք մեծ քաղաքների, այդ թվում Կիևի, Դնեպրի, Խարկովի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալով հարվածների հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 60-ը վիրավորվել։ Վնասվել են բազմաբնակարան շենքեր, մեքենաներ ու խաղահրապարակներ։ Տասնյակ բնակիչներ ստիպված են եղել գիշերն անցկացնել մետրոյի կայարաններում։ Մադրիդը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական գործողություններին եւ դեմ է հակամարտության էսկալացիային, հայտարարել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։ Financial Times-ին տված հարցազրույցում նա շեշտել է, որ Իսպանիան չի ներգրավվի որևէ գործողության մեջ, որը կարող է հանգեցնել հակամարտության ընդլայնմանը, նշելով, որ այս ճգնաժամը ռազմական լուծում չունի։ Ալբարեսի խոսքով ժամանակակից աշխարհակարգը կանգնած է միջազգային իրավունքի եւ ջունգլիների օրենքի միջև ընտրության առաջ։ Իսպանիան նախկինում եւս բազմիցս քննադատել է ռազմական արշավը։ Մարտին երկիրը հետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պայմանավորվածություն են ձեռք բերել։ Եթե Հեզբոլլան չդադարեցնի հարձակումները Իսրայելի վրա, կհարվածեն Բեյրութում ահաբեկչական թիրախների։ Այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողությունները Լիբանանի հարավում ըստ պլանի, ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում։ Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ շատ լավ զրույց է ունեցել Հեզբոլլայի առաջնորդի հետ, բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, եւ որ կողմերը համաձայնել են դադարեցնել կրակը։ Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը եւս հայտնել է, որ Հեզբոլլան ընդունել է ԱՄՆ առաջարկը հարձակումների փոխադարձ դադարեցման վերաբերյալ։ Դեսպանատան փոխանցմամբ տեղեկությունը հաստատվել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցից հետո։ Մինչ այդ Լիբանանում հրադադարի խախտման պատճառով իրանական բանակցային խումբը հայտարարել էր, որ դադարեցնում է բանակցություններն ու միջնորդի միջոցով հաղորդագրությունների փոխանակումը։ ԱՄՆ-ն եւ Իրանը կարող են փոխընդբռնման հուշագիրը վերջնականապես համաձայնեցնել հաջորդ շաբաթ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նախագահը միևնույն ժամանակ հավելել է, որ չի համաձայնեցրել փաստաթղթի նախորդ տարբերակը, քանի որ ակնկալում է հուշագրում ներառել եւս մի քանի կետ։ Թրամփի հայտարարության ֆոնին Իրանի Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Ալի Աբդոլլահին հայտարարել է, թե Բենյամին Նեթանյահուն սպառնացել է ռմբակոծել Բեյրութն ու Դահիան, բնակիչներին կոչ անելով տարհանվել։ Հաշվի առնելով հրադադարի բազմակի խախտումները, եթե այդ սպառնալիքն իրականացվի, մենք հյուսիսային շրջանների եւ օկուպացված տարածքներում գտնվող ռազմական բնակավայրերի բնակիչներին կոչ ենք անում լքել այդ տարածքները, եթե չեն ցանկանում վնաս կրել։